Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր գուզեմ երդասարդ ծնողներուն խոսիլ եւ խոսիլ շատ կարեւոր նյութի մասին, իսկ այդ նյութը ձեր զավակներու հոգեվոր առողջության մասին է։ Քաղտնիկ մը չէ, որ փչիչային հեռախոսներ եւ iPad-ները այսօր գլանած են ձեր զավակներու կյանքը։ Դժբախտաբար շատ ծնողներ իրենց զավակները լրացնելու համար, երբ անոն գուլան, գբորան, գգանչեն, անոնց ցայնը չլսելու համար, անոնց ցերկը գուդան փչիչային հեռախոսը, iPad-ը, որբեսի անոնք իրենց մուլտիկները դիտեն, քարտուները դիտեն եւ զանազան խաղեր գեյմեր խաղան։ Եվ դժբախտաբար երբ ծնողներ կոնտրոլ չեն աներ, չեն հսկեր իրենց զավակներու թե ժամին վրա որքան ժամանակ այդ հեռախոսով գսպաղին եւ թե նաեւ անոնց սիդածներուն վրա, ապա սիրելներ այդ հեռախոսներն ու iPad-ները կսկսին դառնալ իսկական վտանգներ զավակներու հոգեվոր առողջության, որովհետև անոնք կսկսին թանթաղորեն կողնալ զավակներու կյանքն ու հոգին։ Համացանցի վրա, YouTube-ի վրա գրնակ սիրելներ դիտել բազում են այն ընտանիքներու կողմէ նկարված վիդեոները, ուր գարդացոլան թե ինչպես զավակներ գադաղորեն իրենց ծնողներու վրա գահարցագին եւ ծնողներ անոնց ցերքեն կփորձեն հեռախոսը կամ iPad-ը վերցնել ուղագի ծնողներու վրա հարցակում նույնիսկ դեսանյութեր կան ուր կտեսնվին թե ինչպես զավակներ 6-7 տարեկան ամբողջ դան գահգարասիները չարթած են, հայլիները գոդրդած են, բահարանները, աթորները բարձ այն միակ պատճառով, որ մայրը անոր ցերքեն հեռախոսը վերցուցած է կամ iPad-ը։ Եվ սիրելներ, երբ կտեսնեք այդ վիդեոները, ուղղակի կսարսափիկ, որովհետև անիգա բարձ երեխայիմը ուժը չի ներեր այդ բոլորը կատարելու։ Ուրեմն կնշանակե, որ այդ երեխայի մեջ թիվական, թիվային զորություն մտած է։ Սատանայական զորությամբ է, որ այդ բոլորը գնե։ Եվ ասիկա պետք է լրջորեն մտահոգե յուրաքանչյուր ծնող, ըլլա երդասարդ ծնող, ըլլա մեծ ծնող իր թորնիկին համար։ Սիրելներ, վերջերս երդասարդ հոգևոր քույրը եկավ մոտս եւ սարսափով պատմեց իր քրոջ դհու մասին, որ ընդամենը 6 տարեկան էր։ Ուրեմն այս հոգևոր քույրը հետևյալ ասավ ինձի. հայր Բարթև, ուղագի սարսափած եմ։ Ասի խերը ինչ է պատահած։ Ասավ ես քրոջս երեխան գնայիմ։ Քույրս ստիպված է աշխատանքի երթալու։ Ես ամուսնացած չեմ, քրոջս հետ գաբրիմ եւ երեխան երբ գարտնա արդվնե մինչև իրիգուն իր ցերքեն վարչիչեցներ փչիչային հեռախոսը կամ iPad-ը եւ քրոջս հայտնեցի այդ մասին քույրս ասավ վնաս չէ կարևորը որ ցայն չի աներ ամուկ չի աներ վնաս չէ Ըսկիստները չէի խոսեր, որովհետև գսեի, որ երեխան գսպաղեր, իր մուլտիկները, իր քարտուները գնայեր, իր գեյմերը գխաղար։ Բայց հետո նկատեցի դարօրինակ, ստվերային շուքեր, գերբարանքներ, այսպես սոսկումը մտավ մեջս։ Օր մնալ գիշերմը, երբ քրոջս երեխան վերցուցի եւ անգողինի մեջ դրի որբեսի կնանա
հերախոսը ցերկը բռնած գնայեր ու գժպտար։ Ես նայեցա հերույեն հերախոսին եւ տեսա որ փամը չկա միայն սև մութ ստվերմը սկրինը էկրանը որ գա մութ է եւ այդպես ստվերմը գշարժի եւ երբ փորձեցի քրոջս զավգին ցերկեն վերցնել ու անչադել այնպիսի գադաղություն տեսա քրոջս այդ 6 տարեկան զավգին աչքերուն մեջ որ այդպիսի գադաղություն չի կրնար երևակայել մանուկի աչքերու մեջ տեսնել ու ինձ իսավ հանկարծ չմոդենաս եւ երբ փռնի փորձեցի վերցնել հերախոսը այնպիսի զորություն ցույց տվա որ երեխայի զորություն չէր այդիկա եւ թիվային ներկայությունը սկացի եւ ինձ իսավ գուզեն ինձի հետևիլ մորքուր թող ինձ ազատ մեջս ավելի վախ մտավ ցերկեն վերցուցի հերախոսը զորով գրիվով բորալով գանչելով ու անչադեցի հերախոսը հաջորդ օրը տեսա որ բահած հերախոսս կդած էր այս երեխան ու դարձյալ ժպտալով ինձ գսեր մորքուր ընկերներս են հետս կխոսին մոդեցա էկրանին նայելու նորեն տեսա այսպես շուքի նման ըստվերի նման գերբարանքներ որոնք ժպտալով մթության մեջ են գուկային Երբ քրոջը զավգինսի դեսնեմ սկրինը, ինձի դարձուց հերախոսը, փոխանակ իմ թեմքիս արդացոլանքը դեսնելու մեջս, դեսա մութ սենյակը եւ իմ գանքնած դեղս էր, բայց իմ գանքնած դեղս սև շուք մգար։ Ուղագի սարսափեցա եւ որքան փորձեցի անչադել հերախոսը, բայց դժբախտաբար քրոջը զավակը թիմատրեց եւ հայր բարթև ըսավ այս երդասարդ աղջիկինձի քիշերը երբ քնացած եմ ու քույրս աշխատանքի է քրոջը զավգին սենյակը գկնանամ հերախոս նույնիսկ երբ անչադած եմ հանգարց գլսեմ քրոջը զավգին ցայները գլսվին անոր մեջ են ու բզոցներ գլսեմ հերախոսեն Սիրելի քույրեր եղբայրներ մտահոգիչ շատ մտահոգիչ երևույթներ են ասոնք եւ ուրիշ բան չեն եթե ոչ թիվային հարցակումներ չգարձենք որ ամեղ ժամանց են հերախոսները երեխաներու ցերքին մեջ որովհետև այն բաները որ մեր աչքերը չեն տեսնել երեխաներուն աչքերը կտեսնեն նույնիսկ սիրելներ այսօր մուլտիկներու այս քարտուններու բادرաստությանց մեջ ահավոր մեղքեր ու սարսափելի երևույթներ կան թիվային նույնիսկ դիզնիի բادرաստած քարտուններու մեջ ոչ միայն փարոյական բղծություններ կան մեր անդամներ մարմնի ոչ միայն միասերականության պրոպագանդա քարոզչություն կա ոչ միայն վայրակություն կա այլ նաև սիրելներ մութ ձաձուկ այսպես կոչված դեսիլքներ կան երևույթներ կան եւ նույնիսկ սիրելներ քարոզչություն կա պատկամներ կան մեսեջներ կան որոնք երեխային մտքին ու հոգին վրա գարցնակրվին եւ եթե ծնողներ զգուշ չլան շատ հեշտությամբ իրենց զավակներու հոգին գրնա քամտվիլ եւ Տեր Հիսուս Քրիստոս սիրելներ խստիվ
բադվիրեց, որ հանգարտ չլա, որ ովևէ մեկը այս մանուկներու քայթակության բաժար ըլլա։ Դեսա YouTube-ի վրա թե ինչպես երեխամը քնացած ժամանակը 3 տարեկան էր, աչքերը կոծած, այսպես ցավի եւ վախի մեջ կարծեք, բայց ցերկով այդպես կնե։ Որովհետեւ ամբողջ օրը հերախոսը, որ էկրանը սկրինը թարցուցած է, Աստված գիտե ինչ երազներու աստեցության դագ է, որ երեխան աչքերը այդպես ամեն րոպե գսեղմե եւ գուզե թարցնել այդ էջը։ Սիրելներ, միցկեք որ ծեր երեխաները գլանվին, ամբողջությամբ գրավվին, փչիչայինով, iPad-ով կամ զանազդեսագի գաջետներով, կորձիկներով, այո սիրելներ, անոնք թեև կորձիկ են, բայց չմոռնաք, որ սատանան թշպախտապար գոկտակորձե նույնիսկ ժամանակակից բոլոր կորձիկները, որբեսի անոնցմով իր աստեցությունը դարածե երեխաներուն վրա, նաև մեծերուն վրա, ոչ միայն երեխաներուն, այլ նաև մեծերուն վրա, մեծեր ալգան, որոնք 24 ժամ հերախոսի վրա են, եւ այդ պիսով սիրելներ թշպախտապար գսպարնա սատանան իր մով թարցնել այդ երեխաները։ Թշնամի ցերկի մեջ այս կորձիկները սիրելներ լավակույն հնարավորությունն է, հնարավորությունն են, որ կարողանա ինքը մանուկներու անմեղությունը փճացնել եւ անոնց հոգին ու ցանկը քրավել իր մոտ դարձնել։ Շատ երեխաներ կան սիրելներ, քիշերը ընթոստ կարտնան, վախի ու սարսափի մեջ։ Ինչու՞։ Որովհետեւ չեք գիտեր որ ինչեր գտիդեն։ Նույնիսկ ընտանիքներու մեջ մեծահասակներ եւ վախնալիք մուվիներ գտիդեն, սարսափեցնող, սարսափաստու ֆիլմեր գտիդեն, գինոներ գտիդեն, եւ այդ բոլորը ընտանիքի հոգեգան խաղաղության վրա գաստեն, նույնիսկ զավակներու մոտ շեղումներ առաջացնելով, նույնիսկ ոմանց մոտ ինքնասպանության մղումներ առաջացնելով, այս բոլորը սիրելիներ Աստված օրմը ծնողներ ցեզ մեբիդի բանջե, որ դուք զգուշ չեղաք ծեր զավակներուն, զգուշ չեղաք։ Падре Պիոն մեծ սուրբը կաթոլիկ եկեղեցու մեջ, որ միշտ չար ոգիներու թեմ կբայքարեր, գսե չար ոգիները սատանան մարդոց աչքերուն մեջ միջոցով գմտնեն մարդու մեջ, որովհետև մարդը որ գտեսնե երեխան որ այս բոլորը գտեսնե եւ անոր մեջ աչքին մեջ են գմտնե չար ոգին եւ այդպիսով գողոբդե ծեր զավակներու հոգին ու ցանկը։ Ծնողները, խնամակալները բոլորն ալ սիրներ գոչված են գերագրելու, սնելու ոչ միայն երեխային մարմինը, ոչ միայն միտքը, մարմինը ջաշով, միտքը ուսումով, այլ մանավանդ հոգին, ինչով, աղոթքով, խորհուրդներով, սուրբ զրույցներով, աստվածաշունչ ընթերցելով, անոնցմով սնեցուցեք, աջեցուցեք ծեր երեխաներու հոգիները, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Պետրոս Արաքյալ գսկուշացնե հավատացյալները եւ գսե առաջին Պետրոսի նամակի 5-րդ գլխու 8-րդ համարի մեջ Արտուն եւ պատրաստ եղեք, որովհետեւ ծեր թշնամին սատանան արույցի պես մռնչելով գշրջի եւ գլելու համար մեկը գփնդրե։ Սատանան սիրելներ գփնդրե, որբեսի գլե ծեր զավակը։ Ինչ պետք է անել։ Սողոմոնի մաստունը գսե Արագած կրկի 22-րդ գլխու 6-րդ համարի մեջ։ Գրթե մանուկը
իր ճամփանը սկսած ադենը, որբեսի իր ձերության ադենալ անգեչը խոդորի, չշեղի։ Հիմա է ծնողներ, ծեր զավակները գրթելու ժամանակը։ Հիմա է հոգևորապես զանոնք սնուցելու ժամանակը։ Մեծնալեն վերջ շատ այլևս ուշ կլա ու դժվար կլա սիրելներ ծեր զավակները հոգևոր դաստիարակությամբ աճեցնելը։ Եթե ծեր զավակները մեծնալեն վերջ շեղին Աստուծո ջամփայեն, երբ դուք փոքր տարիքեն զանոնք չեք դաստիարակած Աստուծո ջամփու մեջ, սիրելներ, որու պիտի մեղադրեք։ Գրոնավորներ պիտի մեղադրեք, զով պիտի մեղադրեք։ Ինչ պիտի ասեք։ Ուրեն եկեղեցին, ուրեն գրոնավորները։ Չէ որ դուք եք առաջին եկեղեցին ծեր զավգին համար, դուք եք առաջին գրոնավորը, առաջին դաստիարակը, առաջին ուսուցիչը։ Ամեն ինչին առաջինը դուք եք ծեր զավգի մեջ։ Դուք ծեր զավգին ծեր յանքով օրինակ պիտի լաք։ Եթե ծնողներ իրենք ալ 24 ժամ հեռախոսի մեջ են, iPad-ի մեջ են, զավակներեն ինչ կբահանջեն ուրեմն։ Ադորամար ծնողը պետք է ինքզինք նախ դաստիարակե եւ ապա իր զավակը։ Որովհետեւ դուք ծնողներ, հայրեր եւ մայրեր, դուք ծեր զավակին օրինակն եք, ցանկի օրինակն եք բոլոր մարզերու մեջ։ Հետևաբար արթնցեք, ըսկուշ եղեք։ Վտանգը շատ մեծ է սիրելներ, չափազանց մեծ է այս հեռախոսներուն եւ iPad-ներուն։ Չարաշահումը, անոր չափազանց օգտագործումը իսկապես որ վնաս պիտի պատճառե ծեր զավգին եւ դժբախտաբար ծեր աչքին դիմաց պիտի տեսնեք ծեր զավգի ցանկի ու հոգիի կողծվիլը չարին գոմե։ Այդ բոլորը սիրելներ նաեւ ծեր զավակներու մեջ ըմպոստության հոգի գտնե ցեզի թեմ։ Փարգության հոգի գտնե, անհանդուրժողության հոգի գտնե։ Երբ անհոգ կլակտուք ծեր զավգի այդ դաստիարակության մեջ, ապա եթե վերջը փորձեք նույնիսկ խստությամբ վերցնել, անոնք ցեզի թեմ գելեն։ Ցեզի թեմ գճարանան, անոնց մեջի չար ոգին ցեզի թեմ գելե։ Սիրելներ հերացուցեք ծեր դունեն չար ոգիները, ծեր զավակներուն հետ ժամանակ անցնելով, ծեր ժամանակներու հետ խաղալով, ծեր ժամանակներուն հետ, ծեր զավակներուն հետ բդույթի երթալով, ծեր զավակներուն հետ Աստուծո խոսք ընթերցելով, միասնապար աղոթելով, անոնց զանոնք եկեղեցի առաջնորդելով, գիրակնորի առաջնորդելով, սուրբ բادرակի առաջնորդելով, այս բոլորն են սիրելներ, որոնք ծեր զավակները հերու կբահեն ամեն տեսակ սատանայի աստեցություններեն եւ անոր հնարամիտ թակարդներեն։ Եղբայրներ եւ քույրեր, դուք ծեր զավակներուն խնամակալներն եք, Աստված ցեզի տվավ եւ դուք պետք է խնամեք սանոնք։ Դուք պետք է վերահսկեք անոնց վրա։ Եթե դուք չկարողանաք վերահսկել, ապա սիրելիներ, Աստված ցեզ մե ծեր զավակներու հոգին պիտի պահանջի։ Անոր համար օրինակ եղեք ծեր կյանքով, ծեր վարքով, ծեր ապրելակերպով եւ հավատացեք, որ այդ ժամանակ ծեր զավակները ուղիղ ճամփու մեջ են երթան եւ այդ ժամանակ է որ մենք ունենանք առողջ սերունդ, առողջ ազգ։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ծեր բոլորին։